Ես Հայաստանի Հանրապետությունն եմ խորագրով ավարտական աշխատանքների ցուցադրությամբ կոջոյանցիները հրաժեշտ են տալիս սիրելի կրթօջախին։ Հայարտ կենտրոնում ներկայացված է շրջանավարտների 69 աշխատանք, որոնք ազդարարում են սկզբի վերջն ու նորի սկիզբը։ Գեղանկարներ, քանդակներ, կոլաժներ, զգեստներ, ամեն ինչում հայկականություն կա։ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրենն ընդգծում է, սա լավագույն պահն է, որ պատանիները կարևորեն հայրենիքն ու այն ամենը, ինչ ասոցացվում է Հայաստանի Հանրապետության հետ։ Ամեն մեկս Մայր Հայաստանի մեջ տեսնում ենք մերը, մեր պատկերացրածը, մեր սերը, մեր բաժին հայրենիքը, ինքը ցուցահանդեսը իրական պետության մասին է, իրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի դաստիարակելու մասին է, որովհետև շատ հաճախ կրթության մեջ մենք կորցնում ենք պետականամետ գաղափարները, իսկ մեր դպրոցը միշտ եղել եւ մնում է պետության կողքին պետական գաղափարները կիսողը։ Սաբինա Դավթյանը 12 տարի գեղագիտական կրթություն է ստացել հենց այս կրթօջախում, ասում է մասնագետների խստությունը ոչ թե խանգարել, այլ օգնել է ավելի մոտենալ արվեստին, ձևավորվել որպես անհատ եւ ամենակարևորը լինել Հայաստանի արժանապատիվ քաղաքացի։ Իմ համար Հայաստանի Հանրապետությունը այն տեսարանն է, որը ես տեսել եմ ծնվածս օրվանից, որը տեսել են իմ նախնիները, արդեն 5 սերունդ տեսնելու են իմ երեխաները, այսինքն շարունակաբար լինելու է եւ անվերջ է լինելու Հայաստանը մեր բոլորիս համար։ Ցուցադրությունից զատ ներկաները նաև շրջանավարտների վերջին զանգի տոնական ելույթն են դիտում՝ բեմադրություն, երաժշտական կատարումներ, սիրո խոստովանություն հարազատ կրթահամալիրին եւ սիրելի ուսուցիչներին։ Պատասխանատու պահը, որովհետև ասում ենք վերջին զանգ, բայց առաջին զանգն է դա նոր կյանքի, նոր սկզբի։ Դե բնական է, որ ամեն բանի սկիզբ մի նոր բանի վերջը ու կարծում եմ, որ սկիզբը ինչպիսին որ լինի, այնպես էլ պիտի լինի ընթացքը։ Շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրության վայրն էլ պատահական ընտրված չէ։ Ռուզաննա Երեմյանի խոսքով Հայարտ կենտրոնը նոր շունչ է բերել մշակութային կյանք եւ այդ կարևոր առաքելության մեջ իրենց ինքնատիպ տեղն ունեն նաեւ կրթահամալիրի սաները։ Մենք իրենց հետ համագործակցում ենք ոչ միայն այսօրվա ցուցահանդեսի շրջանակներում, այլ նաեւ այստեղ կազմակերպեցինք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Մենք լավ ընկերներ ենք, որովհետեւ բոլորիս նպատակը մեկն է՝ մշակույթը եւ ճիշտ քաղաքացի ունենալը։ Կոջոյանցիները նոր կյանք են մտնում խոստումով չհեռանալ արվեստից եւ ամեն տեղ բարձր պահել իրենց հարուստ գիտելիքներով զինած կրթահամալիրի պատիվը։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։